Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Սիրով ձեր Media Hub։ Պարոն Վանեցյան, մենք ունենք ամանորյա բլից հարցեր ձեզ համար։ Ինչպիսին էր ձեզ համար 2025-ը հենց անձնապես ձեզ համար, ոչ թե պետության, այլ ձեզ։ Անձնապես շատ լավն էր։ Իմ ընտանիքում թորնիկ ա ծնվել, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Տարվա ամենաբարդ որոշումը։ Չեմ կարող առանձնացնեմ, այնպես ինչ-որ գլոբալ բարդ որոշումների խնդիր չի եղել։ Ձեռքբերումների մասին խոսենք, էլի թորնիկն լինելու թե։ Ձեռքբերումների մասին, եթե կորուստ չենք ունեցել, համարում եմ արդեն իսկ ձեռքբերում իհարկե անձնական կյանքում դա իմ թորնիկի լույս աշխարհ գալն է, բայց ուրիշ ձեռքբերում որպես այդպեսին չկա։ Ինչ չհասցրիք անել 2025-ին։ Ինչ չհասցրի անեմ 2025-ին, նույնը չեմ հասցրի անել 2020 թվականից սկսած։ Չեմ կարողացել, չեմ հասցրել ազատել մեր երկիրը այս իշխանություններից, որոնք մեր երկիրը տանում են ուղղակի կործանման։ Օր, որը կուզեիք ջնջել 2025-ից։ 2025-ից չեմ կարող տենց ինչ-որ օր այս բային կոնկրետ նշել։ Նոր տարվա գիշերը որտեղ եք լինելու։ Ընտանիքիս հետ մեր տանը նշելու ենք նոր տարի։ Առաջինը ում եք շնորհավորելու նոր տարվա առթիվ։ Հորս եւ մորս։ Ինչն եք ամենաշատ ցանկանում այս երկրին, մեր երկրին, մեր պետությանը։ Խաղաղություն, համերաշխություն եւ զարգացում։ Հավատում եք Ձմեռ պապիկին։ Ես այլևս որևէ բանի չեմ հավատում։ Այսինքն Ձմեռ պապիկից նվեր ուզելու այդ պահը կա թե ոչ։ Հենց է ստացվել, որ Ձմեռ պապիկը մեր տան ես եմ։ Ինձնից են սաղ նվերները ուզում, սպասում, չգիտեմ։ Չէ, ես իհարկե չեմ հավատում, բայց Ձմեռ պապիկի գոյությունը հատկապես երեխաների գիտակցության մեջ շատ կարևոր է։ Բայց կա հիշվող նվեր, որ ձեր մանկության օրոք ձեզ բերել է Ձմեռ պապիկը։ Որպես այդպիսին միշտ ինչ-որ խաղալիքներ են եղել, կոմպյուտերային խաղեր են եղել մեր տարիքում, մեր մանկության ժամանակ այդ համակարգիչ եւ համակարգչային խաղեր գրեթե չկային, բայց մի անգամ ստացել եմ նվեր, ինչի համար շատ ուրախացել եմ։ Եթե ինչ-որ պատահականությամբ դուք լինեիք Նիկոլ Փաշինյանի Ձմեռ պապիկը, ինչ կնվիրեիք նրան։ Հրաժարականի տեքստը ստորագրված։ Շատ լավ։ Խոհանոցը սիրում եք, հայկական։ Այո։ Իսկ նոր տարվա ամենասիրելի ուտելիքը։ Խոզի բուդը եւ բլինչիկ։ Շատ լավ։ Եվ ձեր ամանորյա ուղերձը Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Ես սրտան շնորհավորում եմ մեր ժողովրդին գալիք նոր տարվա կապակցությամբ, ուզում եմ ցանկանամ բոլորի ընտանիքներում առողջություն, երջանկություն, լիքը սեր ու վստահություն, որ 26 թվականին մենք վերականգնվելու ենք եւ ունենալու ենք այն երկիրը, որի մասին միշտ երազել ենք եւ որի մասին այսօր էլ երազում ենք։ Շնորհավոր բոլորի նոր տարին, շնորհավոր բոլորի սուրբ ծնունդը, կարծում եմ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Սիրով ձեր Media Hub։